Շրջանառվեց տեղեկությունը, որ պաշտոնանկ են անելուց ես ասեք ի վերջո պաշտոնանկ արվելու եք, թե ոչ։ Ժորժան, անկյաց ասեմ, ինչ-որ միշտ անկյաց եղել եմ։ Քննարկում եղել է մեր, գիտեք, պատգամավորների թեկնածուները պաշտության անդամների հետ հանդիպում են ունենում բոլորը։ Քննարկում եղել է, որոշում չկա, որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել։ Այդ քննարկումներն շատ հետաքրքիր գուցե եւ մարդիկ կային, որոնք ցանկություն ունեին նման ու այդ հրաբարակումները շատ արագ տարածեցին, այդ լուրերը շատ արագ տարածեցին կեղծ, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել, բայց անկեղծ ասում եմ, քննարկում եղել է, որոշում դեռ չկա, դեռ որոշում լինելու պարագայում հրաբարակում կլինի ու քանի դեռ որոշում չկա, ես մինչև վերջի պահաշիրագի մարզպետն եմ ու շարունակում եմ աշխատել, որովհետև ես չեմ աշխատում, որովհետև պաշտոն ունեմ։ Ես պաշտոնը սպայեմ, ես աշխատում եմ, որովհետև պաշտոնն է տվել ինձ հնարավորություն մարզի համար լավ բան անելու, մինչև վերջի պահը իմ աշխատանքի շարունակելու եմ ծառայել մարզին ու փորձելու եմ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը փոխենք։ Մենք չենք աշխատում, որ մեր պաշտոնը պահենք։ Այս խոսքը կա պատճառների մասով, տարբեր պատճառներ, ամենաառաջինը նախ 7 վերք եկեղեցու հետ կապված, ներկուսակցական խնդիրների հետ կապված, տարբեր օգնականի հետ կապված, Ժորժ ջան, օգնականի հետ կապված, օգնական չէ, խորհրդականի հետ կապված, քրեական գործ կա, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, իրավապահ իրենց գործն են անում, այդտեղ իրավական դաշտ է, որովհետեւ միջամտության բան չկա, բայց ինձ համար հետաքրքիր նորությունը որ կար 7 վերքներ, ինչպես միշտ էլի անկեղծորեն ասում եմ, որ 7 վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից, ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որևիցե մեկը ղեկավարությունը չի զանգել ինձ ասել, թե 7 վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որևիցե մի զանգ չեմ ստացել ես պատարագի հետ կապված։ Այն աշխատանքը, որը տարվել է ամեն տարի մարզպետի կողմից, պսակադրության արարողությանը, որը եղել է հուշարձանի մոտ։ Այդ ամեն տարի այդ արարողությունն եղել է, ամեն տարի կազմակերպված դպրոցները, պետական կառույցները բոլորը մարզպետի հետ գնացել են պսակ դնելու, մանավանդ այս տարի վարչապետը եւս եկել էր։ Այսինքն այդ մեկը մեկի հետ խառնել ու մեկնաբանել, որ պատարագի հետ կապված, ել եմ ասում, պատարագի հետ կապված որևէ հանձնարարական ես չեմ ունեցել, այդ պատարագ էր կազմակերպված երկրաշարժի զոհերի հիշատակին, պատարագը շատ լավ անցել է, լեցուն տալի եկեղեցին ամբողջությամբ ժողովուրդը եղել է այնտեղ, մեր քաղաքացիները էդել ամեն տարի գալիս են պատարագին, դեկտեմբերի 7-ին, այնպես չի որ էդել էր նորություն, պատարագը շատ լավ անցել է ու ել եմ ասում, ես կազմակերպչական որևէ գործողության մեջ ներգրաված չեմ եղել, ոչ էլ որևէ հանձնարարական է եղել, որ այդ հանձնարարականը չկատարվի, որովհետև պատարագը ամեն դեպքում պատարագը դա եկեղեցականներն են, քահանաներն ու սրբազաններն են կազմակերպում ու անում ամեն կիրակի։ Ամեն դեպքում դուք ասում եք, որ քննարկումներ եղել են։ Ինչից հետո առաջացավ այդ քննարկումները, ձեզ առաջարկեցին հրաժարական տալ, Չէ, միանշանակ, չէ, որևէ քննարկումը իմ հետ քննարկում որպես այդպեսին ասեմ, նախ փակնիստ է եղել, չեմ ուզում շատ մանրամասներ, թե պատգամավորների թեկնածուների հետ հանդիպում, այնտեղ տարբեր հարցեր են քննարկվել ու ուղղակի քննարկում էինք եղել, ել եմ ասում, որոշումը կլինի հիմի, թե կլինի մի տարի հետո, թե 5 տարի հետո, ես որպես այդպեսին գիտեք պաշտոնից կորցնելու կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, աթոռի պատմությունը բոլորը շատ լավ գիտեք, պաշտոնն էլ ի սկզբանե ծնվածս օրվանից եղել է, դա իմ անունն ու ազգանունն է, իսկ պաշտոնին երևի նկատել եք ես բոլոր ժամանակահատվածներում վերաբերվում եմ որպես գործիք, որը հնարավորություն է տալիս քո մարզի, քո քաղաքի, քո երկրի համար լավ բան անելու։ Ինչքան երկար կարողացա լավ բան անել, այդքան ես ինձանից կող կլինեմ։ Իսկ ամենամեծ գնահատականը, որը ունեմ, մեր ժողովրդի գնահատականն է, որ ինձ շատ շնորհակալ եմ այդ լուրերը տարածվելուց հետո
շատ ու շատ զանգեր ու SMS-ներ եմ ստացել մտահոգություններով մեր քաղաքացիների կողմից թե Գյումրու, թե Շիրակի մարզի, որի համար էլի անչափ շնորհակալ եմ։ Էլ եմ կրկնում, Ժորժ ջան, եղել է քննարկում, որոշում չկա, որոշում լինելու պարագայում կհրապարակվի այդ որոշումը, յուրաքանչյուր որոշում ինչ էլ կայացնի մեր վարչությունն ու վարչապետը, ես բնականաբար հաշտեմ այդ որոշման հետ, որովհետև տանից չեմ բերել, տունել չեմ տանել։ Բացի ատորից։ Պարոն Արուշանյան, ամեն դեպքում չեք ասում պատճառը։ Ժորժ ջան, բարի դրացիական հարաբերություններ քաղաքական առումով այդտեղ քննարկում չկա, մենք քաղաքական առումով որևէ ընդանուր կից չունենք կոմունիստական կուսակցության ու այն մյուս 3 ուժերի հետ, որոնք կառավարում են քաղաքը, որևէ ընդանուր բան չկա, մեր տեսլականը լրիվ այլ է, երկրի ապագայի հետ կապված մեր տեսլականը քաղաքի զարգացման հետ լրիվ այլ է, այդտեղ որևէ քննարկելու բան չկա, իսկ այն հատվող կետը, որը Գյումրին է, միանշանակ միշտ ասել եմ, ոնց որ մեր մյուս 5 համայնքները, այդպես էլ Գյումրին իմ համար, մանավանդ որ ինքը իմ քաղաքն է ու մարզ կենտրոնն է, ինքը շատ ավելի ուշադրության կենտրոնում է, այդ հատվող գծերում բնականաբար մարզպետարան ու համայնքապետարան իրար հետ համագործակցում են, այդտեղ որպես այդպիսի նորություն չկա, մենք Հայաստանում երևի 1/3-ը ընդդիմադիր տեխնազուներ են քաղաքապետերը, մենք բոլորը այդ աշխատում ենք, որովհետև այն աշխատանքը, որը տարվում է, չի տարվում քաղաքապետի կամ քաղաքապետարանի համար, այդ աշխատանքը տարվում է քաղաքի ու քաղաքի բնակիչների համար։ Պարոն Արուշանյան, ես խոսամ էլի։ Այսպես ասած, ամենաշատը մարզպետների փոփոխությունը, տեսեք 7 տարի, մենք արդեն 6 փոփոխված մարզպետ եւ շրջանառվում է արդեն 7-րդ փոփոխության մասին տեղեկությունը, ինչն է պատճառն ասես, ինչու չի ստացվում այստեղ 2 տարուց ավել մարզպետներին պաշտոնավարել, եղել են մարզպետներ, որ ընդամենը մի քանի ամիս են պաշտոնավարել, ինչն է պատճառը։ Չեմ կարող ասել, գուցե յուրաքանչյուր մարզպետի հետ կապված իր խնդիրն է եղել, չեմ կարող ասել, թե ինչի համար Շիրակի մարզում պարբերաբար մարզպետներ են փոխվում, չգիտեմ էլ 6-րդ մարզպետը երբ է փոխվելու անկեղծ ասած, բայց ամեն դեպքում ինքը բարդություններ առաջացնում է, բայց որոշումը կայացնողը երկրի ղեկավարությունն է, վարչությունն է, ու մենք հաշտենք այն որոշումների հետ, որը կայացնում է, որպես այդպիսին այդտեղ գուցե եւ կառավարչական խնդիր կա, որ փոփոխություններ են պարբերաբար տեղի ունենում, բայց ամեն դեպքում այդ փոփոխություններն էլ գուցե եւ ինեբաստ մարզի ու քաղաքի է։ Պարոն Արուշանյան, կուզենամ հստակ ասեք ամեն դեպքում ինչ պատճառ են ձեզ ներկայացրել, որ միգուցե դժգոհություն են ներկայացրել, որ քննարկվել է ձեր այսպես պաշտոնից փոխելու հարցը։ Երկրորդ, կա այսպիսի տարածված տեղեկատվություն, որ դուք վարչության նիստում շատ դրական եք արտահայտվել Գյումրիի քաղաքապետի նկատմամբ, նրան հայրանունով եք ներկայացրել եւ դա առաջացրել է վարչության ղեկավարության դժգոհությունը եւ երրորդ Նազելի Բաղդասարյանի միջոցով վարչապետը ձեզ հանձնարարական է տվել ձեր օգնականին ազատել աշխատանքից, ես լուրերն եմ ասում, այդպիսի լուրեր կան համացանցում եւ դուք այսպես ասած չեք կատարել վարչապետի հանձնարարականը։ Կխնդրեմ այս 3 հարցերին Չի եղել որևէ հանձնարարական, ոչ միայն հանձնարարական, այլ իմ նախաձեռնությամբ գործողություններ, որը ես չեմ կատարել։ Առաջի հարցը թե ինչ մեղադրանք կա, որպես այդպիսին։ Ամեն դեպքում ինչ-որ դժգոհություն պետք է հայտնեն, չէ՞ որ։ Մենք այդ ընթացքում որևէ դժգոհություն չենք քննարկել ու այն մնացած ձեր ասած գուցե եւ իրականության հետ կապ ունեցող բաներ են, բայց ոչ մանրամասը դետալներով, իսկ ասեկոսները քաղաքում շատ տարբեր են, բոլորն էլ լսել են, բոլորը կան, բայց ամենացավոտ իմ համար 7 վերքներ, որտեղ էլ եմ ասում, այդ մեր համար սա կորեր ու իրականությանը ընդհանրապես չէր համապատասխանում։ Մնացած նոր այդ քննարկումները գուցե եւ մասամբ կապ ունեն իրականության հետ ինչ որ նշույլ ունեն, բայց որպես այդպեսին
դետալները շատ է ուշ Պարոն Արմենյան, կենտրոնական իշխանությունից կարող է հստակ չեն պատկերացնում ինչպիսին է Գյումրին, ինչպիսին են գյումրեցիները եւ միգուցե դրանից է առաջանում, այս խզումը, այսինքն տեղում աշխատող, տեղում ապրող եւ նաեւ մարզպետները ավելի լավ են պատկերացնում ինչպես պետք է իրենց դրսեւորեն, ինչ լեքսիկոն պետք է օգտագործեն, ինչ գրառումներ պետք է անեն, ոնց պետք է անեն, որ սա հայրենիք քաղաքն է եւ ինչպես է ընկալվում նաեւ լսարանի կողմից միգուցե նման հակասություն կա, դժվար է բացատրել։ Գուցեև չեմ կարող ասել, բնականաբար Երևանում նստած այլ ձև են պատկերացնում, մենք հողի վրա այլ ձև ենք պատկերացնում, մենք Գյումրին միանշանակ այլ քաղաք է, Գյումրին իր յուրահատկություններն ունի, բայց այդ յուրահատկությունների հետ մեկտեղ ել եմ ասում, մենք առաջնորդվում ենք Գյումրու շահով ու մարզի շահով ու չենք առաջնորդվում անձնական շահերը առաջ տանելով։ Մենք մեր միակ նպատակը մեր բնակիչների կյանքի որակի փոփոխությունն է ու նույնիսկ եթե որևիցե պաշտոնյա փոխվում է, այդ պաշտոնյայի փոփոխությունը եւս միտված է իշա քաղաքի, իշա մարզի, իշա բնակիչների հետ կապ չունի դե ես եմ այդ պաշտոնյան, որը փոխվելու եմ, դե չեմ փոխվելու, բայց ամեն դեպքում էլ եմ ուզում կրկնել, որ շահարկումները շատ են, այդ շահարկումները որպես այդպիսի քննարկում եղել է, բայց որևէ որոշում չկա կայացված, որոշման պարագայում հրապարակվի կիմանաք, ես հաշտեմ բոլոր որոշումների հետ ու միջև վերջը ու ասել եք պատճառը, որ այդ շրջանառող տեղեկությունները ավելի շատացան լռության խնդիր չկա, ես միշտ բաց եմ եղել լրագրողների հետ, որ զարմացան, որ դուք կար խնդիրներ, որը պետք է պատասխաններ ունենար, նոր ես լրագրողների հետ սիրով շփվեի, որովհետև դուք լավ գիտեք, որ ես չեմ սիրում ստել, ես միշտ սիրում եմ չափից ավել անկեղծ լինել թե լրագրողների հետ, թե այս կամերաների հետևը կանգնած ժողովրդի հետ